Նորվեգական իշխանները պատրաստ են արդեն 4-ին։ Հիմա մենք ցույց կտանք, հələ չամանը շատ լավ թաթախել ենք, չամանը շատ լավ վերցրել է միսի իր վրա, նույնը երկրորդը, երրորդը եւ չորրորդը։ Ընդհանրապես ձկան մսով բաստուրմա պատրաստելուց միշտ հաշվի առեք, որ անընդհատ յուղ է դուրս տալու։ Տվյալ դեպքում նորվեգական իշխանից էլ միշտ յուղը դուրս է տվել։ Հիմա մենք այս մի հատը կկտրենք արդեն։ Կտորները շատ լավն են, բայց միշտ խնդիր ենք մենք ունենում ձկան յուղի հետ։ Ինքը միշտ անընդհատ գալիս է։ Չի չորանում։ Սովորաբար տավարի միսը, խոզի միսը միշտ չորանում են պրոցեսը կատարելուց հետո։ Իսկ ձկան բաստուրմա պատրաստելուց այդ խնդիրը միշտ անընդհատ առաջանում է։ Հիմա կտրում ենք։ Ահա, մեջը շատ սիրուն ստացվել է մեջը։ Իր գույնային երանգները, մսի հյուսվածքը շատ սիրուն է։ Արտաքին տեսքը սիրուն, մեջը սիրուն։ Բաստուրմա չոներ ջան, 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 Ահա, կտրեցինք, շատ լավ ստացվել է։ Հիմա ոնց որ միշտ ցույց եմ տալիս, ահա, առանձնանում է, մեր ատամներն են։ Նույն ձևով մենք ծամում ենք բաստուրման, տվյալ դեպքում նորվեգական իշխանը։ Նույնը երկրորդ կտորը։ Ահա։ Շատ լավ ստացվել է։ Հələ ինքը ոնց է առանձնանում։ Բամբակի պես պոկվում է կտորները։ Գույնը շատ լավ ենք ստացել, հասունացումը շատ նորմալ է, ամեն ինչ շատ լավ ստացել ենք։ Տեսանյութը տեսեք սկզբից մինչև վերջ, դուք էլ պատրաստեք, անպայման կստացվի ձեզ մոտ։